Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ԿՀՎ-ի վերջին տարիներին գաղտնազերծած արխիվային որոշ փաստաթղթեր հետաքրքիր իրարանցում էին առաջացրել Հայաստանում։ Դրանցում հիշատակումներ կային սովետական Հայաստանի տարածքում ատոմային ռումբի գործարան ստեղծելու մասին։ Սա անշուշտ առասպել է, սակայն բազմաթիվ այլ փաստաթղթեր վկայում են ամերիկացիների հետաքրքրության, եթե չասենք անհանգստության մասին։ 1951 թվականի նոյեմբերի 21 թվագրված փաստաթղթում նշվում է, որ Երևանի մերձակայքում ատոմային հետազոտությունների ինստիտուտ է ստեղծվել։ Կոորդինատներից բացի նշվում է, որ այն ստեղծել են երկու հայ եղբայրներ։ Երկու հայ եղբայրները Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյաններն էին։ Անհանգստության պատճառներից մեկն էլ այն էր, որ եղբայրներից ավագը Աբրահամը Իգոր Կուրչատովի հետ անմիջական եւ կարեւոր դերակատարություն էր ունեցել ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի ստեղծման գործում։ Հետաքրքիր է, որ նա հայտնի էր Ալիխանով, իսկ Արտեմը Ալիխանյան ազգանունով։ Աբրահամ Ալիխանովը ծնվել է 1904 թվականին, այն ժամանակ Ելիզավետպոլ, այժմ Ադրբեջանի Գյանջա քաղաքում։ Արտեմ Ալիխանյանը 4 տարի եղբորից փոքր էր եւ ծնվել է 1908-ին։ Ընտանիքում 4 երեխա է։ Աբրահամից եւ Արտեմից բացի Ալիխանյանները 2 դուստր ունեին։ Ելիզավետպոլից ընտանիքը նախ տեղափոխվում է Ալեքսանդրապոլ, ներկայիս Գյումրի, այնուհետև Թիֆլիս։ Տան միակ աշխատողը հայրն էր Իսահակ Ալիխանյանը, որը մեքենավար էր Անդրկովկասյան երկաթուղում։ Նա կրկին նշանակում է ստանում Հայաստանում, բայց այս անգամ Ալեքսանդրապոլ են գալիս առանց Աբրահամի։ Ավագ որդին ընդունվել էր Թիֆլիսի ռեալական ուսումնարան։ Կարճ ժամանակ անց եղբորն է միանում նաև Արտեմ Ալիխանյանը։ Երկուսն էլ ուսմանը զուգահեռ ծանր աշխատանքով հոգում են իրենց նյութական կարիքները։ 1920 թվականին թուրքական զորքերը գրավելով Կարսը մտնում են Ալեքսանդրապոլ։ Ալիխանյանների ընտանիքը վագոնների տանիքների վրա հասնում է Թիֆլիս։ Մեկ տարի անց ավարտելով ուսումնարանը, Աբրահամը նախ ընդունվում է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ, ապա 2 տարի անց Լենինգրադի Պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկա-մեխանիկական ֆակուլտետ։ Լենինգրադ է գալիս նաև կրտսեր եղբայրը Արտեմը, բայց նա ընտրում է համալսարանը։ Եղբայրներն իրենց նեղլիկ կացարանում ընդամենը մեկ մահճակալ ունեին, որի վրա հերթով էին քնում։ Միակ վերմակը հատակին պարկողինն էր։ 3-4 տարի անց դեռ ուսումը չավարտած, Աբրահամը ռենտգենյան ճառագայթների վերաբերյալ իր առաջին գիտահետազոտական փորձն է կատարում եւ ուսանողին անմիջապես աշխատանքին ընդունում նույն հաստատության գիտահետազոտական լաբորատորիայում։ Շատ չանցած ավագ եղբորն է միանում նաև Արտեմ Ալիխանյանը։ Նրանց հաջորդ համատեղ գյուտը վերաբերում էր միջուկից էլեկտրոն-պոզիտրոնային զույգերի արձակման երևույթին։ Համաշխարհային ֆիզիկայի բնագավառում տեղի ունեցած երկու խոշոր հայտնագործությունները 1932 թվականին ԽՍՀՄ-ին ստիպում էին արագորեն անցնել դրանց ուսումնասիրությանը։ Միջուկային ֆիզիկայի բաժինը ղեկավարելու է հրավիրվում Իգոր Կուրչատովը, իսկ պինդ մարմինների լաբորատորիան Աբրահամ Ալիխանովը։ Կյուրի ամուսիններն արդեն հայտնաբերել էին ատոմի դրական մասնիկների լիցքերի արհեստական ակտիվացման հնարավորությունը։ Բազմաթիվ այլ գիտնականներ էլ իրենց տեսական ուսումնասիրություններով հաստատում էին այդ թեզը, սակայն գործնականում դրանք առաջինն աշխարհում դիտարկել կարողացան Ալիխանյան եղբայրները։ 1941 թվականին Արտեմ Ալիխանյանը միանգամից 2 գիտական թեզ է պաշտպանում եւ իր ձեռքբերումների համար արժանանում Ստալինյան մրցանակի։ Պատերազմի պատճառով դադարեցված հետազոտությունները շարունակելու համար 1942 թվականին Ալիխանյան եղբայրները դիմում են ակադեմիկոս Վավիլովին եւ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Լևոն Օրբելուն Արագածի լանջին դիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ զբաղվելու խնդրանքով։ Թույլատրվում է, պայմանով, որ եթե գերմանացիները կամ թուրքական բանակը մտնեին Հայաստան, գիտնականները պետք է վերացնեին իրենց ուսումնասիրությունների արդյունքներն ու միանային պարտիզանական ջոկատներին։
Արագածի վրա նրանք տիեզերական ճառագայթներում հայտնաբերում են նոր անհայտ տառական մասնիկներ եւ մեծ էներգիա ունեցող պրոտոններ։ Այս փաստը եւս հետաքրքրել է ամերիկացիներին։ Գաղտնազերծված փաստաթղթերից մեկում կարդում ենք. Վարիտրոններ կոչված նոր ներատոմային մասնիկների բացահայտումը տիեզերական ճառագայթներում նշանակալի ձեռքբերում է խորհրդային միջուկային հետազոտությունների բնագավառում։ Բացահայտումն արվել է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունների ժամանակ խորհրդային Հայաստանում տեղակայված լաբորատորիայում հայ երկու ֆիզիկոսների կողմից։ Հավատացած ենք, որ այդ երկու հայ ֆիզիկոսները Ալիխանովը եւ Ալիխանյանն են։ Մեջբերման ավարտ։ 1946 թվականին Արտեմ Ալիխանյանը հատուկ առաջադրանք է ստանում։ Մեկնել Գերմանիա եւ տեղում ընտրել գիտական սարքավորումներ, որոնք որպես ռազմավար օգտակար կլինեին խորհրդային գիտության զարգացմանը։ Մինչ այդ դեռևս 1943 թվականին Ալիխանյան եղբայրների գլխավորությամբ հիմնադրվում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որի տնօրենը դառնում է Աբ รา համը, իսկ Արտեմը գլխավորում է իր իսկ ստեղծած ֆիզիկայի ամբիոնը Երևանի պետական համալսարանում։ Այդ օրերին ֆիզիկայի ինստիտուտն ընդամենը 7 հաստիկ ուներ։ Դրա շուրջ հետաքրքրությունը աշխարհում մեծանում է, երբ 1967 թվականին ստեղծվում է ատոմային մասնիկների առաջին արագացուցիչը։ Արագացուցիչի շահագործումից հետո ինստիտուտում ստեղծվում են անցումային ճառագայթման նոր տիպի դետեկտորներ, որոնք 1970-ականների վերջին արդեն լայն տարածում էին գտել աշխարհում։ Ալիխանյան եղբայրները մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային ակադեմիայի հիմնադրման գործում։ Եթե Կրտսեր Ալիխանյանն իր գիտական կյանքի մեծ մասը նվիրաբերեց Հայաստանին ու աշխատեց այստեղ, ապա Աբ รา համը կանչվեց Մոսկվա։ Խնդիր էր դրված ատոմի միջուկը ռազմական նպատակներից զատ կիրառել նաև խաղաղ նպատակներով։ Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ էր 1949 թվականին ստեղծվել ԽՍՀՄ առաջին հետազոտական միջուկային ռեակտորը ծանր ջրի կիրառմամբ։ Նրա ղեկավարությամբ է Մոսկվայում ստեղծվում պրոտոնների արագացուցիչը։ Ըստ էության նա միջուկային ֆիզիկայի եւ տարրական մասնիկների արագացուցիչների խորհրդային դպրոցի հիմնադիրն է։ 41 տարեկանում Ալիխանովը ԽՍՀՄ ակադեմիկոս էր։ Թե ԽՍՀՄ-ում եւ թե ողջ աշխարհում մեծ համբավ վայելող գիտնականի կյանքում քիչ չեն եղել ճնշումներն ու հետապնդումները։ Սրտի ծանր տագնապը, դրանից հետո կաթվածը Աբրահամ Ալիխանովին գամում են անկողնում։ 1968 թվականին նա թոշակի է անցնում եւ 2 տարի անց 1970 թվականի դեկտեմբերի 8-ին կնքում մահկանացում։ Ութ տարի անց Մոսկվայում վախճանվում է նաև Արտեմ Ալիխանյանը։ Նրա մարմինը տեղափոխվում է Երևան, ամփոփվում ազգային պանթեոնում։ Հանրահայտ Ալիխանյան եղբայրների ժառանգները այսօր էլ ապրում են Մոսկվայում։